Որ պահանջատիրությունը պիտի նոր թափ ստանա, նոր թափով պիտի սկսենք պահանջատիրության արշավը եւ մենք 2 օր առաջ համահայկական ճակատշարժումը կազմակերպել էր ընդդեմ ցեղասպանության ուրացման երթ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ մենք պետք է այս ոգեկոչման օրը դարձնենք աշխարհասփյուռ ոգեկոչման օր։ Ես երեք տեսա Եվրոպայում այսօր Ռուսաստանի Դաշնությունում ինչպես են հայերը ոգեկոչման երթեր իրականացնում եւ ես կարծում եմ ընդդեմ այսօրվա այս իշխանության տարածք քաղաքականության հայ ազգը պետք է ավելի միախմբվի իր պահանջատիրության շուրջ։ Նույնիսկ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը երբ իր զորքով մտավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, փակվեց հայ հասարակության առաջ Ծիծեռնակաբերդի դռները մի քանի ժամ, իմ աղջիկը, որ ժամը 6-ից այստեղ էր փորձել էր ներս մտնել, չէր կարողացել, նույնիսկ 6-ից արդեն իրենք առավոտյան փորձել էին փակել բոլոր դռները, սա իրենց վախերի մասին է խոսում, որովհետև նրանք, ովքեր սրանց ֆինանսավորում են, նրանք էլ պատվիրում են իրենց քայլերը։ Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայությանը համախմբվել, հատկապես մեր պահանջատիրության, Արցախի խնդրում պետք է մենք դառնանք մի բռունցք։